Ամեն տարի Գարնանը հեռուստասերիալում նկարահանվող դերասանուհի Մերի Հակոբյանին հեռուստադիտողն առաջին անգամ տեսավ կյանքից առավել հեռուստասերիալում, որից հետո նա նկարահանվեց Հարազատ թշնամի սերիալում և ինչպես ինքն է նշում, այն իրեն ճանաչում բերեց, ունի հաղորդավորական կրթություն և փորձ պլաստիկ վիրահատություններից չի դիմել, փոխարենը դիմում է ոճային փոփոխությունների։ Քչերը գիտեն, որ ժամանակին զբաղվել է պրոֆեսիոնալ բասկետբոլով և ունի բազմաթիվ պատվոգրեր և մեդալներ, դերասանուհին այժմ նկարահանվում է ամեն տարի Գարնանը հեռուստասերիալում։ Դերասանուհին խուսափում է անձնական հարցերի պատասխանելուց, քանի որ չի սիրում անձնականի մասին խոսել։ Ինչպես նշում է դերասանուհին, չեմ կարող ասել, որ բարդություններ եղել են, բայց կերպարը գունավոր դարձնելու համար աշխատանքներ արել են։ Դերասանուհին իր բոլոր հմտություններով ներկայանում է սերիալում, ասում է, որ ջանք չի խնայում մարդկանց հուզելու համար։ Երբեմն սեփական հոգեվիճակս չխնայելով փոխանցում եմ հույզերս իմ հեռուստադիտողին հանձնել և կարծում եմ ստացվում է։ Չեմ վախենում, որ հասարակության մեջ կհիշվեմ որպես լացող կերպար, քանի որ առջևում դեռ շատ ժամանակ կա և չխաղացած դերեր։ Մարդկանց, ովքեր ունեն այդ կարծիքը, ես հակառակը կհամոզեմ։ Մերին բացի դերասանական կրթությունից ունի նաև հաղորդավարական և ռեժիսորական կրթություն։ Նա պատմում է, որ հաճախ է մերժել սերիալներում նկարահանվելու առաջարկները։ Լավ ռեժիսոր լինելու, դերասանի հետ ճիշտ աշխատելու համար պետք է տիրապետել դերասանական հմտություններին։ Իհարկե շատ առաջարկներ եմ մերժել, բայց որոշեցի հմտանալ այս ասպարեզում, քանի որ հստակ գիտեի դա իմն է։ Որպեսզի լուրջ գիտելիքներով ներկայանամ հեռուստադիտողին, ընդունվեցի Արտաշես Ալեխանյանի դերասանական դպրոցը և խաղացի վերջինիս բեմադրած «Հիմա էլ լռենք» ներկայացման մեջ։ Դերասանուհին տաբուներ չունի, բայց նաև սկզբունքային է դերերի ընտրության հարցում։ Եթե կինոինդուստրիան Հայաստանում այնքան զարգանա և այն ընկալումը, որ սա ֆիլմ է և դերասանը իր աշխատանքի մեջ է և կընդունվի իմ ժողովրդի կողմից, ես կնկարահանվեմ այն տեսարաններում, որտեղ ռեժիսորը ինձ տեսնում է։ Դերասանուհու համար առաջ գնալու լավագույն տարբերակը աշխատասիրությունն է և սերն այն աշխատանքի հանդեպ, որն նամակները խոնավեցնում ենք մեր արտակարգ մարդը առաջի անգամ եմ տեսնում, որ առանց տանալինի, առանց ինչ-որ բան, մարդ սենց իդեալական մաշկում է դա։ Լուրջ եմ ասում։ Մոսկվա ողջույն։ Ինչում շարչարել ես։ Այս ինձան է, որ կանեմ ընթերցը։ Կեզ նշանակում է։ Գիտեք, կարող եք բացառիկ հնարավորություն կա խնամքից մինչև դեկորատիվ կոսմետիկա հարցեր ուղեք Լիդիային, որովհետև մեր շատ սիրելի Լիդիան վերապատրաստվել է իմ ամենաշատ սիրելի աշխարհում ամենահայտնի Սամեր Կոզամիի մոտ, ում ձեռագիրը պարզապես չնկատել այսօր հնարավոր չի, չէ՞ Լիդիա։ Կոնտուրինգը Սամեր Կոզամիի աշխարհում համար առաջինն է։ Ճիշտ է, ինքը հիմա մի քիչ փոխվել է, շատ մարդիկ իրան անֆոլո են անում, բայց ինքը մնում է վիրտուոզ է։ Ինչի՞։ Դե չեմ ընկալելի չի դառնում, ինքը արդեն որպես արտիստ է իրան ավելի շատ դրսևորում։ Հա։ Ինքը տղամարդ է, բայց կանացի շորեր է հագնում, հենց է։ Հասկացա։ Բայց ինքը առաջատար է։ Մեր հիմա ինչ-որ բան պետք է անենք ես թափի աճիկները։ Ահա, ես խոնավացնում եմ։ Դե խնամքի հետ կապված բացառիկ հնարավորություն կա, ինչ հարցեր ուզում եք կարող եք ուղղել Լիդիային։ Այո, սիրով կպատասխանենք, որովհետև սա շատ ակտուալ է, չէ՞, ու կարևոր է, մինչև դեկորատիվը խնամքին պաշտպանում։ Ու արդեն տենդենսը երևում է, որ մեր աղջիկները շատ խնամված են մաշկը։ Առաջ օրինակ տենց չէր, գալիս էին մեյքափով ծածկում էին թերությունները, բայց հիմա արդեն թե սրսկումներով, թե խոնավեցումներով, թե ամեն ինչով մարդիկ կարգ են բերում իրենց դիմագծերը, այդ շատ հավես է ու ճիշտ։ Չափանցնել իհարկե երբեք չի կարելի, բայց գեղեցիկ լինել պարտադիր է։
ինձ թվում է համաձայն եք լիձնից անհարմար է այս համ բռնել համ կարող է ստորիներով շփվենք Սիրելիներս մենք որոշեցինք ձեզ ստորիներով տեղեկացնել թե մենք այսօր ինչ կանենք այնպես որ հա ինձ հարմար չի պարզապես այսպես համ Լիդիային կխանգարեմ թողնեմ հանգիստ աշխատի շատ կարևոր մի առիթ ունենք հա որի մասին հիմա իհարկե չենք խոսի բայց կներկայացնենք այսօրվա արդյունքը